Վերջին տարիներին Հայաստանը ակտիվորեն ընդլայնում է իր արտաքին քաղաքական ուղղությունը։ Եթե երկար ժամանակ Հայաստանի հիմնական ռազմավարական հարաբերությունները կենտրոնացած էին մի քանի առանցքային երկրների շուրջ, ապա այժմ նկատվում է նոր դիվանագիտական ակտիվություն այլ տարածաշրջանների հետ։ Այդ երկրների շարքում առանձնատուկ ուշադրություն է գրավում Հնդկաստանը։ Ինչ փուլում են այսօր Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները, ինչու այդ համագործակցությունը կարևոր երկու երկրների համար, եւ արդյոք սա պարզապես տնտեսական կապ է, թե ունի ավելի լայն ռազմավարական նշանակություն։ Այս տեսանյութում փորձելու ենք փաստերի հիման վրա հասկանալ, թե ինչ է փոխվում եւ ինչ կարող է սպասվել առաջիկա տարիներին։ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները նոր չեն։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին Հայաստանի անկախացումից հետո։ Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկրներից մեկը եւ արագ զարգացող տնտեսություններից մեկը։ Հայաստանը, լինելով փոքր երկիր, միշտ փորձել է բազմազանեցնել իր արտաքին գործընկերներին։ Վերջին տարիներին երկու երկրների միջև սկսվել է ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն։ Պաշտոնական այցեր, նախարարական հանդիպումներ, դեսպանների ակտիվացում, այս ամենը ցույց է տալիս, որ հարաբերությունները մտնում են ավելի գործնական փուլ։ Հնդկաստանը Հարավային Ասիայի կարևորագույն դերակատարներից է։ Հայաստանը իր հերթին գտնվում է ռազմավարական տարածաշրջանում Հարավային Կովկասում։ Երկու երկրների համագործակցությունը կարող է դիտարկվել որպես փոխշահավետ կապ տնտեսական, տեխնոլոգիական, կրթական, պաշտպանական ոլորտում։ Վերջին տարիներին աճել է ապրանքաշրջանառությունը, թեև թվերը դեռ մեծ չեն համաշխարհային մասշտաբով, սակայն միտումը աճող է։ Հնդկաստանը աշխարհում առաջատար է տեղեկատվական տեխնոլոգիաներում, դեղագործական արտադրությունում, ինժեներական լուծումներով։ Հայաստանը իր հերթին զարգանում է IT ոլորտում։ Ստարտափ միջավայրում բարձր տեխնոլոգիաները հենց այստեղ է, որ երկու երկրների շահերը կարող են հատվել։ Հնդկական տեխնոլոգիական ընկերությունները տարիներ շարունակ գործում են միջազգային շուկաներում։ Հայաստանը փորձում է դիրքավորվել որպես տեխնոլոգիական հանգույց տարածաշրջանում։ Հնարավոր համագործակցության ոլորտներն են ծրագրավորում, կիբեռանվտանգություն, արհեստական բանականություն, կրթական փոխանակումներ։ Եթե համագործակցությունը խորանա, դա կարող է բերել ներդրումների եւ նոր աշխատատեղերի ստեղծման։ Հնդկաստանը հայտնի է նաև իր բարձրագույն կրթական համակարգով։ Ամեն տարի բազմաթիվ միջազգային ուսանողներ կրթություն են ստանում այնտեղ։ Հայաստանից նույնպես կան ուսանողներ, ովքեր ընտրում են հնդկական համալսարանները բժշկական և տեխնիկական ուղղություններով։ Մշակութային կապերը նույնպես ունեն պատմական հիմք։ Երկու երկրներն էլ ունեն հին քաղաքակրթություններ, ինչը հաճախ ընդգծվում է պաշտոնական ելույթներում։ Փորձագետների կարծիքով Հայաստանի արտաքին քաղաքական բազմազանությունը կարևոր են անվտանգության և տնտեսական կայունության տեսանկյունից։ Հնդկաստանը զարգացող գերտերություն է, որը հետաքրքրված է նոր գործընկերներով տարբեր տարածաշրջաններում։ Այս համատեքստում Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները կարող են դիտարկվել որպես երկարաժամկետ ռազմավարական ուղղություն։ Եթե ներկայիս միտումները շարունակվեն, հնարավոր է ավելանան բարձր մակարդակի այցերը, ստորագրվեն նոր տնտեսական համաձայնագրեր, ընդլայնվեն կրթական ծրագրերը, աճի ներդրումային հետաքրքրությունը, սակայն ամեն ինչ կախված է տարածաշրջանային զարգացումներից և գլոբալ քաղաքական միջավայրից։ Այս համագործակցությունը չի զարգանում աղմուկով կամ բարձր հայտարարություններով, այն ավելի շատ կառուցվում է փուլ առ փուլ, առանց սենսացիոն հռետորաբանության։ Սա հենց այն ձևաչափն է, որը հաճախ ավելի կայուն արդյունք է տալիս։ Հայաստանի համար կարևոր է ունենալ բազմակողմ գործընկերային ցանց, Հնդկաստանի համար ընդլայնել իր ներկայությունը նոր տարածաշրջաններում։ Հայաստան-Հնդկաստան հարաբերությունները դեռ զարգացման փուլում են, սակայն միտումները ցույց են տալիս, որ կողմերը հետաքրքրված են խորացնել համագործակցությունը։ Այս կապը կարող է դառնալ ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական հարթակ երկու երկրների համար։ Հարցը մնում է բաց՝ կկարողանա արդյոք այս համագործակցությունը հասնել նոր մակարդակի առաջիկա տարիներին։ Ժամանակը ցույց կտա։